Եվրամիության անդամակցության հարցում Հայաստանը մինչև 2030 թվականը շանսեր չունի, այսպիսի գնահատական է հնչեցրել Եվրոխորհրդարանի պատգամավորներից մեկը, անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարներին։ Այս մասին Պանորամայ-ը զրուցեց քաղաքագետ Արա Պողոսյանի հետ, ում գնահատմամբ 2030 թվականը չափազանց սեղմ ժամկետ է Եվրամիության անդամակցության համար, իսկ առաջիկա 5-6 տարիների նման գործընթացի իրականացումը գործնականում անհնար է, հաշվի առնելով անդամակցության բարդ ու երկարատև ընթացակարգերը։ Կարծում եմ շատ տրամաբանական եմ ասել, նույնիսկ 2030 թվականը բավականին սեղմ ժամկետ է նշված, շատ ավելի երկար առաջիկա 5-6 տարիները կարծում եմ նման հնարավորություն ուղղակի չլինի։ Հաշվի առնելով թե Եվրոպական միությանը անդամակցելու դժվարությունները, բարդությունները, թե տեխնիկական գործընթացը եւ թե ստանդարտներին համապատասխանեցման process-ը դա բավականին երկարատև գործընթաց է եւ կարծում եմ իսկապես մինչեւ առնվազն 5-6 տարի իրատեսական չէ մտածել այդ մասին։ Ինչու են Հայաստանի Հանրապետության իշխանությունները այսպես դա մատուցում որպես մոտալուտ կատարվելիք իրադարձություն, որովհետև դա քաղաքական դիվիդենդ բերող խոսույթ է եւ նաեւ իրենց շուրջ մոբիլիզացնելու Հայաստանի եւ հայ ժողովրդի այն հատվածին, ովքեր հույսեր ունեն, որ դեպի արևմուտք շարժվելով իրենց կյանքը կբարելավվի եւ իրենց կենցաղը կբարելավվի եւ կունենան կյանքի շատ ավելի լավ պայմաններ, քան ունեցել են մինչ այժմ։ Սա հնարավորություն է մոբիլիզացնելու հասարակության հենց այդ հատվածն իրենց շուրջ ունենալու լրացուցիչ էլեկտորալ հնարավորություններ ընտրությունների եւ հետընտրական շրջանում իշխանություն անվացնելու համար։ Իրատեսական չեմ համարում նաեւ, որ Հայաստանի նախաձեռնությամբ առնվազն առաջիկայում Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ԵԱՏՄ-ից, հաշվի առնելով թե այն փոխկապակցվածությունը, որ կա Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, թե քաղաքական այն նախապայմանները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի առաջ, եւ թե այն լոգիստիկ, էներգետիկ փոխկապակցվածությունը, որոնք ուղղակի հնարավորություն չեն տա Հայաստանի տնտեսությանը շնչել, եթե նման բան տեղի ունենա։ Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ պատահական չի, որ ռուսական կողմից ձեռնարկված որոշակի գործողություններից հետո Հայաստանի իշխանությունների քաղաքական խոսույթը սկսեց փոխվել, եթե մինչ այդ Ռուսաստանը ներկայացնում էր որպես դա բացահայտ թշնամի, եթե մինչ այդ բոլորին մեղադրում են ռուսական շպիոններ եւ այլն լինելու մեջ, հանկարծ սկսվեց այսպես շատ ավելի չեզոք դիրքերից խոսույթ, ինչը կարծում եմ պայմանավորված է նաեւ այս հանգամանքով, որ նույնիսկ իշխանությունները այս գիտակցում են, որ դուրս գալ հիմա ԵԱՏՄ-ից նշանակում է ուղղակի սպանել տնտեսությունը։ Բնականաբար ցանկացած պարագայում քաղաքական պատասխանատվությունը կրում են իշխանությունները։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, որտեղ իշխանություններն են պատասխանատու պետության կառավարման այն ամբողջ ժամանակահատվածի համար եւ այն բոլոր process-ների համար, որոնք տեղի են ունենում իրենց կառավարման շրջանում։ Ուր կտանի այս քաղաքականությունը, նախ ինչ քաղաքականություն է։ Այն ինչ որ չակված է որպես այսպես բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, հավասարակշռման ու հավասարակշռված արտաքին քաղաքականություն, սա ըստ էության կապ չունի հավասարակշռման կամ բալանսավորման արտաքին քաղաքականության հետ։ Մենք ընդամենը այսպես տուրբուլենտ արտաքին քաղաքականություն ունենք, ռեակտիվ արտաքին քաղաքականություն, որտեղ չկա այսպես հստակ կանխատեսելիություն։ Մենք չունենք կանխատեսելի արտաքին քաղաքականություն եւ ցանկացած արտաքին պայմանների փոփոխության պարագայում փոխվելու է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, հետեւաբար նույնիսկ կանխատեսելը, թե այս քաղաքական կուրսը ուր կտանի, բարդ է, որտեղ որպես այդպեսին չկա քաղաքական կուրս։ Այսպիսով քաղաքագետի պնդմամբ եվրաինտեգրման շուրջ քննարկումները շարունակում են մնալ քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը, իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայ-ին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։